Գեղեցիկ մասիսն ու սիսն են մեր առջև, մեծ ու փոքր մասիսները, մեծ սուրբ լեռները և իհարկե գեղեցիկ հեռվում ծածանվող հայոց եռագույնը երասխի շրջանաձև երթևեկության կենտրոնում։ Այսօր մենք գնում ենք Երևան Լիաննա Գարդեն և այնտեղ ունենք շատ լավ անակնկալ, շատ օրինակելի ԱՄՆ-ից եկել են մեր բարեկամները։ Եկել է Փեսան և ամուսնանում է իր սիրեցյալի հետ, որ իրար հետ վերադառնան Ամերիկա։ Մենք էլ գնում ենք անակնկալ տանենք այն հարազատների կողմից, ովքեր որ չեն կարողացել ԱՄՆ-ից գան այստեղ այս հրաշալի սուրբ արարողությանը ներկա գտնվեն, այդ իսկ պատճառով նրանց ներկան մենք կստանանք, այդ առիթին ներկա կլինենք, գեղեցիկ տեսանյութ կունենանք, ձեր շնորհիվ այն կտարածվի, կնայվի եւ բարի մաղթանքներ կգրվի նրա ներքո տակը, այսինքն, որ կտեսնեք տեսանյութը, ներքևը գրեք ձեր կարծիքները, որովհետև մենք ուզում ենք ձեզ այդ կոնտակտի դուրս գալ, բայց դուք ձեզ հեռու եք պահում մեզանից, ես էլ դրանից նեղվում եմ, հովոն էլ չասեմ ինչքան է նեղվում, Բարթանը հենց դրա պատճառով ոտը ցաված ու բան արին, վիրահատեցին նրա ոտքը, բայց այսօր Բարթանը մեզ հետ է։ Այդ էլ արդարության համար պետք է նշենք, Վարդանին ցույց տուտենան ոնց է Վարդանը, Վարդան ոնց ես լավ ես։ Ուժեղ է Վարդանը, դա գովելի է եւ մենք դրա համար միայն լավ ենք զգում, հատ մտնենք երասխի ֆանտներ դրանք իշքա չկա ու գնանք։ Բարեկամներ, հարգանքներս, մենք հասանք արդեն Լիաննա Գարդեն եւ մեզ համար զբոսնում ենք, այնտեղ արդեն մեզ սպասում են երևի, այսօր Ռաֆոյի եւ Լիլիթի հարսանեկան արարողությունն է, Ռաֆոն, մեր անուշ աղբերը Ամերիկայից եկե հասելաստե իր սիրու ետևից եւ ամուսնանում են։ Մենք էլ գնում ենք անակնկալ տանենք մեր Ռաֆոյի քույրիկի ընտանիքի կողմից, բայց էլի անակնկալ ունենք, դա արդեն պետք է հասկանանք։ Գիտես որտե Ամերիկայի հոտ կա, ես ընդեմ աղբեր, ես մերոնք են հարութը սա աղբեր զանգ է, հարութը սա զանգ է, հարութ, դու զանգի, մենք ետ ենք լոսի ձենը հասցնենք տեղ, Մելքոնյանը չեկավ, մտելա իրային հանդիսաբարին, ճան, աղբերը սա, հարգանքներս, որա աղբեր ծանր է, չէ, ճիշտ եմ զգում աղբեր, չէ, հազար բարին, լավ աղբերներ դուք լավ ելեք, աղբեր, բայց Մելքոնյանից չի գալի, եկել ենք Ռաֆոյի և Լիլիթի հարսանիքն է, հարսանեկան արարողությանը, ասեմ ձեզ, որ Ռաֆոն հատուկ Ամերիկայից եկել է, իր հետ էլ ահագին բարեկամներ են եկել այստեղ, որ հարսանիք կազմակերպեն, հիմա բոլորը հավաքվել են, քեֆ են անում, բայց մենք եկել ենք այն մարդկանց կողմից, ովքեր որ չեն եկել Ամերիկայից, այդ մարդկանցից կարևորագույնը Մարին և Հարութն են, Մարին մեր Փեսայի քույրիկն է, հետևաբար քույրիկի ընտանիքի կողմից բերել ենք անակնկալ, բայց անակնկալին միացել է նաև նրանց Լուսիա հորաքույրը իր ընտանիքի անունից, տանել ենք ծաղիկներ և իհարկե Փեսան հարուստ է, նա հարուստ է քույրիկներով, դրա համար երկու քույրիկներ այստեղ են, Լուսինեն և Ժենյան վրեժի հետ միասին, նրա ամուսինը և Հենրին, ամուսինը մեր Լուսինեի, տեսակ, աղբերս լավ էլ գալիս է, ահա ընկերներ մոտենում է, նկարում է, չէ, մոտենում է Ռաֆայել Մելքոնյանը, ես նրան կդիմավորեմ, Ռաֆայել, բարեկամը, զանգում էի քեզ, բայց պետք է խոստովանեմ, որ քո հեռասի մեջ իմ համարը գրանցված չի, նեղացել եմ աղբերս։ Բայց փոք չէ, դու կարող ես դրա տակից դուրս գալ։ Դու կարող ես դրա տակից դուրս գալ։ Ամեն օր համարդ փոխում։ Ես չեմ փոխում, իմ համարը հաստատուն միակ եւ անկրկնելին է։ Սյո աղբերս։ Բարեկամ, բան անենք, խորովածը կերել են, չէ ահագին։ Արդեն կերել են, դուրս են գալի ծխելու, ելան ծխելու սա։ Բանակը սա կասես, չէ։ Հա ես կասեմ ամենը։ Ում կողմից ինչ է։ Այո։ Հայտարարեմ։ Հայտարարում ես։ Հայտարարում է։ Հիմա անկերներ մենք հարսիկի համար, Լիլիթ հարսիկի համար լուրջ փորձություն ենք տանում, որովհետև երեքա ծանր ծաղիկ պետք է տանք։ Ամերիկայի բարեկամներն են այստեղ, Ամերիկայից եկած բարեկամներն են, կհիշեք դրոնը վերցենք, չմոռանանք։ Եվ իշխանացնենք հերթական և կարևորագույն կենացներին, ունենք հարազատներ բարեկամներ, ովքեր չկարողացան մասնակցել ձեր հարսանիքին, Սպասում ենք։ Վինն է սպասել։ Բանին, Մելքոնյանին, որ հայտարարում է։ Ասեց, հա, գնում ենք։ Շնորհակալ եմ Ռաֆայել ջան, շնորհակալ եմ շատ։ DJ Mickey
քիչ իջացրու երաժշտությունը, որովհետև երբ որ ես գալիս էի, Ռաֆայելը ասեց ծափեր չկար, ես մի քիչ նեղվել եմ, ծափեր տվեք էլի։ Ամերիկայից եկե ասել եք մեր նորմալ բարձր գեղեցիկ ծափեր տվեք, քանի իմ պրեմը չեմ կիրառել։ Լավ, պետք է կիրառեմ, եկեք թող ծափեր տան Հարսիկի կողմը։ Հիանալի է, լավ է տրամադրությունը, բայց մի բան էլ ասեմ, հիմա ծափեր են տալիս, փեսայի կողմը ու այդ պահին գալիս են մեր զիգերը։ Շատ լավ, հիմա մեր զույգին հրավիրում ենք այստեղ, եկեք, խնդրում ենք, եկեք այսօր ձեր այս պահին բոլորն են եկել, բայց ունենք բացականներ ու հարգելի բացականներ են, դրա համար մենք ենք եկել։ Բաժանվում մոթորերը քոլույսով է լացվում ու կմանամ Ռաֆայելը կօգնի նրան, կօգնես չէ։ Իհարկե ամերիկայից ասել ես թե սա սեր է, որը շատ բարի է եւ հասավ իր նպատակին։ Աչքերը փայլում են բարեկամ, միշտ թող այդպես լինի։ Հələ տնենք Լիլիթի աչքերը։ Հո, շատ են սիրում նրանք իրար, այդ առիթով կարելի է ծափեր տալ։ Ծաղիկները վերջու երիկա ես պահեմ ծանրը։ Նվիրի ու գրկի գեղեցիկ մեծ պաչիկ արա, որ ասեմ ում կողմից անակնկալը։ Քանի օտար քամի քեզ փորձել է ինձնից տանի սիրտս Չէ, արի այդ ծաղիկը բռնի էլի, հա, որտեղ ծանր է, եւ այսպիսով ուզում եմ ասեմ այս ծաղիկը ում կողմից է, Հարսիկ ջան, Փեսան քանի որ գտնվում է Ամերիկայում, կարելի ասել նրա բարեկամների մեծ մասը Ամերիկայում են, եւ կան բարեկամներ, որ չեն եկել, բայց այս ծաղիկը Ամերիկայից չի։ Այ քեզ բան, ով կլինի։ Հլասա։ Կոլնի, լավ կլինի։ Ուրեմն ասեմ, լավ, քանի որ շատ ունես բարեկամություն ծրված աշխարհով, ասեմ, որ այս անակնկալը, այս ծաղիկները կոնկրետ, այս ծանրությունը որ տվեցին քեզ, քո Լուսիա, հորաքրոջ, ընտանիքի կողմից, նրա շնորհավորանքներն ու օրհնություններն ենք բերել։ Իսկ այ մյուս ծաղիկները ես չգիտեմ ոնց կազմակերպենք, որ այս ծանրությունը պահել լինի։ Ուզում ես էդի մի տեղ դիր։ Քավորը հասավ օգնության, քավորը արդեն իր քավորությունը բարձր մակարդակի անում է, ապրի քավորը մեծ ծափեր տան քավորի համար։ Հա, դե գիտեմ։ Էսի երկրորդն եմ տալիս հիմա։ Այս ծաղիկները նվիրում ես էլի, հա, նվիրի։ Քանի օտար քամի քեզ փորձել է ինձնից տանի սիրտս փշրելով Հարսիկ ջան, ասեմ, որ դու շատ հարուստ մարդու կին ես դառնում, ոչ թե փողով էլ է հարուստ, բայց նա շատ ու շատ քույրիկներ ունի, ովքեր քեզ շատ են սիրում, դու արդեն նրանց 4-րդ քուրն ես դառնում։ Ու քեզ շատ սիրում, ընդունում են, մի հատ էլ եմ ծաղիկ տալիս, դե քանի որ քույրիկների մասին խոսացի, այս մեկը դու արդեն կարա պահի Հարսիկը, հաստատ կարա ես վստահեմ։ Լուսացրել եմ ու քեզ հիշել, սիրուց այրվելով Ծաղիկներ, այս երկու ծաղիկները մեր Ռաֆայելի քույրիկների կողմից է, իրենց ընտանիքների կողմից, եւ քանի որ նրանք երեքն են ամուսնացած, երեքն էլ ունեն ամուսիններ, անունները գրել են, որ հերթով ասեմ, որովհետեւ դա շատ կարեւոր է, որովհետեւ նրանք էլ են շատ ուրախացել։ Անակնկալը Լուսինեի Հենրիի կողմից է, որոնք այստեղ են այս պահին, ծափեր տանք քույրիկների համար։ Ժենյայի Վրեժը հարգելի բացակայ է, բայց էլի ձեր կողքին է։ Եվ ամենակարևորը հարուտ աղբերը եւ իհարկե Մարի քույրիկը շատ ուրախացել են, ձեզ սիրում են, նրանց բացակայությանը ներող կլինեք, նրանք ձեզ բոլորից շատ են սիրում ու այստեղ են, իմացեք։ Եվ հիմա պահը եկավ, որ էլի քավորի օգնությանը դիմենք։ Տարտուր քավորին է, չէ, այն մեկը թող մնա, երկուսն է տարա։ Քավոր ջան, այս ես միշտ կողներից անպակաս, բոլոր դժվարություններս ես վերցնես ծանր բաները։ Ուրեմն հիմա բերել ենք ձեզ խորհրդանշական լավ կոնյակ, անուշահպեր կոնյակ։ Իսկ հետևում արդեն հրաշք զույգ, որ ձեր առաջնեկի ծնվելուց բացեք, անուշանեք ԱՄՆ-ում։ Հա? Դե մեծ սիրուն գրկի մի հատ էլ պայթուն անենք։ Հիմա մի աշխարհ է, որտեղ միայն սերն է, իսկական
օժախում, Աստծո օրհնությամբ լինենք բոլորս։ Հենա խորովածը տվին, անուշ արեցիք։ Հիմա սկսում է տժրալը, պարել ուրախանալը, հայկական քեֆ անելը, որովհետև այսօր ամեն ինչը հայկական է։ Ռաֆայել Մելքոնյան, շնորհակալ եմ քեզանից, ձեզ բարի վաղ, երջանկություն։ Մենք էլ սապարությունների ենք մեր սերի Ստեփան Մարգարյանին, հատուկ շնորհակալ ենք տեսնեն բարեկամներին, առանձնատուր շնորհակալություն քույրիկներին։ Սերունդներս և բարեկամներ, այս ման հատուկ գինասեն առաջակնում, որից հետո հասում ենք կեփրատուսյալ։ Այն հիշում եմ դրում, նկարի մատ այս պահը նկարի։ Հեսայի մայրիկն է, ոսկեզոց, ոսկե օր է նրա համար, ի վերջո, քանի հազար անգամ եք ասե պսակվի, որ պսակվա վերջը։ Շատ, 5000 անգամ, ահա Ռաֆայելը այլևս ամուսնացած է։ Այո, ապրեք, շատ շնորհակալ եմ ձեզանից, Դե ձեզ լավ օր։ իմ քույրիկից Լուսիայից, իր ընտանիքի աղջիկներից շնորհակալ եմ։ Դե ձեզ հրաշալի օր, հեչաթային օր։ Կան ճանապարհ ցույցի երեխան հասան։ Խնդրեմ, ապրեք։ Հենրին է գալիս, Հենրի, ի՞նչ է։ Եկել ես ճամփես մեզ։ Չէ, եկեմ խայտարական ես։ Հա, խայտարակ։ Հա, Հովանես դու կադրեր ես որսում, այո։ Դե որ ինձ ես նկար, փաստեն ինձ ես որսում։ Գնում ենք մեր մեքենայի մոտ, որի դռները բաց են եւ շատ հնարավոր է բոբոները գողություն արած լինեն մեր մեքենայից։ Դե ինչ թող լայք են, բաժանորդագրվեն հայոց աշխարհում զույգերը ամուսնանան, ընտանիքներ կազմեն, որովհետեւ ուր էլ լինեն, թող գան Հայաստանում, անեն հարսանիք, որովհետեւ այդ դուք գալով լիքը բան եք փոխում հայոց աշխարհում, մենք ուրախանում ենք, որ մեր հայրենակիցները գտնվելով դրսում չեն մոռանում հայրենիքում լավ առիթներ նշեն։ Ապա եղեք նազոր եք եթում, եկեք տանեմ։ Դե հա արենիքի չսնեմ եկեք։